Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Նա հավելել է, որ այս հարցում սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ եւ որ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը կշարունակվի։ Ռուսաստանում արձագանքել են Ալիևի հայտարարությանը։ Մասնավորապես Կոստանտին Զատուլինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի ասացները չպետք է անակնկալ լինեին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանն, այն իրականացվում է անմիջականորեն Թուրքիայի միջոցով։ Ադրբեջանն ու Թուրքիան ըստ էության ունեն ընդհանուր բանակ եւ հրամանատարություն, ասել է նա։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահներին։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը Թրամփին անվանել է խաղաղության նախագահ։ Իրականում ոչ մի ամերիկյան նախագահ երբեք այսպես չի վերաբերվել Կենտրոնական Ասիային։ Շատ շնորհակալ եմ դրա համար, ասել է նա։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն էլ Թրամփին անվանել է ուժեղ առաջնորդ, պետական գործիչ, որը ոգեշնչում է իրեն։ Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքվել է ավելի քան 17 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում Հեզբոլլահ խմբավորման ենթակառուցվածքներին։ Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի քարտուղարը կոչ էր արել Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվել ծրագրվող հարձակման պատճառով։ Լուվրի թանգարանի կողոպտի գործով կասկածյալ է ճանաչվել մոտոհնարքներով հայտնի յութուբյան Աստղ Աբդուլլայը։ Նշվում է, որ 39-ամյա կասկածյալը հայտնի է դարձել 2000-ականներին մոտոհնարքների մասին իր յութուբյան տեսանյութերի շնորհիվ։ Հաղորդվում է, որ Աբդուլլայը, ինչպես նաև իր հանցակիցներից մեկը, հարցաքննության ժամանակ խոստովանել են ամենը։ Կասկածյալները նշել են, որ չեն գիտակցել, թե ուր են ներխուժել։ Նրանցից մեկը կարծել է, թե շենքը փակ է եւ դատարկ։ Հիշեցնենք, որ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ 4 գողերը 7 րոպեում բոլորի աչքի առաջ տարել էին 88 միլիոն եվրոյի զարդեր։ Տեսլայի բաժնետերերը քվեարկել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկին մոտ $1 տրիլիոն վճարելու ծրագրի օգտին։ Համաձայնագիրը պարտավորեցնում է Մասկին, մոլորակի ամենահարուստ մարդուն, զգալիորեն մեծացնել էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության շուկայական արժեքն առաջիկա տարիներին եւ հասնել այլ նվաճումների։ Հնարավոր վճարումը կարող է Մասկին դարձնել պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։ Մանիլայում անցկացված Միս Երկիր գեղեցկության մրցույթի այս տարվա հաղթող է դարձել Չեխիան ներկայացնող Նատալի Պուշկինովան։ 21-ամյա Պուշկինովան մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ուսանողուհի է։ Նրանից բացի մրցույթին մասնակցել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած 81 գեղեցկուհի։ Իր ելույթում Պուշկինովան ասել է, որ հույս ունի նպաստել գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման հարցում միասնության ամրապնդմանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։